Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատմել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից։ Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հարցազրույցներից մեկում խոսել է Ալիևի ու Թրամփի միջև կայացած զրույցի մասին ու գովել Ադրբեջանի նախագահին, բացահայտելով Ադրբեջանի ագրեսիան ակամա խրախուսող իրենց հարցերը, մոռանալով, որ առիթ-անառիթ իր ղեկավարը հպարտանում է խաղաղություն հաստատելու համար։ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել և չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավել բան պետք չէր, և սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայինորեն։ Սա պետական գործ չի, օրինակ է։ Ադրբեջանն էլ ինչպիսի սպառնալիքներով սկսել էր շաբաթը, նույն տրամաբանությամբ էլ ավարտում է։ Իլհամ Ալիևն է նորից սուր հայտարարություններ արել։ Խոսքի մեջ նա չի նշում Հայաստանի կամ հայերի մասին, բայց շատերի համար ակնհայտ է, թե ում են ուղղված այդ սպառնալիքները։ Մենք պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը մեր անվտանգության երաշխավորներն ենք։ Եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևիցե անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կարծում եմ նա կզղջա դրա համար։ Մեջլիսի падգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն էլ սպառնացել է, որ եթե Հայաստանն օպերատիվ կերպով չբացի միջանցքը, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել այդ տարածքը։ Իշխանամետ կուսակցության նախագահի խոսքով դրանից հետո խիստ երաշխիքների ներքո միջանցքը կհանձնվի Ռուսաստանի կամ Ամերիկայի վերահսկողությանը։ Վաշինգտոնի հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանգստացել են։ Սպառնալիքների ու պահանջների շղթան շարունակում է Ալիևի օգնական Հաջի Զադեն, հայտարարելով, թե ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում եւ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունների վերաբերյալ լրագրողների հարցերին է պատասխանել իշխանական падգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Նրա կարծիքով Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, որովհետև Հայաստանի ղեկավարության հաճախ շեշտած 5 սկզբունքները այդ երկրի սրտով չեն։ Իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում, իմ մոտ այդպիսի տպավորությունն է, որ բավարարված չեն։ Թուրքիայի խորհրդարանի նախկին падգամավոր Կարո Փայլանը Ռեոփնի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան շահագրգռված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Այս գործընթացում մի խոչընդոտ կա, դա Ալիևին համոզելն է, եւ եթե բոլորս ստանձնենք այդ պատասխանատվությունը, բարդ չի լինի, որովհետեւ այս միջին միջանցքի պատմությունը բավականին ընդգրկուն եւ որոշիչ է, քան Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ցանկությունները։ Իդեպ Ալիևը նորից վստահեցրել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, նաև հավելել, թե այդ նպատակով Ադրբեջանը սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Մերի Դանիելյան, Reopen Media։